Տեղցի ջիրա, Վիկտորիան ասա թթուսալորա։ Չրի կիլոգրամը 4000 դրամ է, բոլոր տեսակներն էլ նույն գնի են։ Թանկի ծեժանը որակով չէ, հիշեցնում է վաճառողը։ Վաճառասեղանին նաև ընդեղեն է ավելի թանկ։ 6000 հնդկականն է, 5500 նուշն է, 3500 պնդուկն է, 7000 էլ պպկ։ Նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ պարենային ապրանքները թանկացել են 2,6%-ով, ամփոփում է սպառողների իրավունքների պաշտպանության փոխնախագահը։ Կարտոֆիլը կամ բանջարեղենը որոշ չափով ինչ-որ 1-2%, իսկ ասենք մրգեղենը ավելի է թանկացել։ Չիլինգարյանը այն կարծիքին է, որ նախամանորյա գնաճ հիմնականում շուկաներում է լինում։ Խանութներում հիմնականում չի սպասվում գնաճ, գնաճը ինչպես միշտ սպասվում է, ասենք, շուկաներում, պտուղ բանջարեղեն։ Շուկայի վաճառողները համաձայն չեն, թանկացումներ չեն լինի, գնի տատանումներ հնարավոր են, բայց կամայական գնաճ ոչ։ Դեֆիցիտ ապրանքները թանկ կլինեն, շուկայի օրենքն է։ Մինչ այդ արդեն սկսել են աճել բանջարեղենի գները։ Վարունգը հիմա 1800-2000-ը, պամիդորը այն ժամանակ ծախում էինք 5-6, հիմա արդեն 1800, այդպես։ Բադրջանը 1500 տեղականը։ Կանաչեղենը եւս մի փոքր թանկացել է, սրան հակառակ էժանացել է մսամթերքը։ Տավարի միսը մոտ 2600 դրամ է, նվազել է 100 դրամով։ Խոզի միսը կարելի է գնել 3500-ից 3000 դրամով 4000-ի փոխարեն։ Մսավաճառը հավաստիացնում է, գները կմնան նույնը։ Թանկություն չի լինի, արխային մնացեք։ Եթե թանկանա կգաք ստեղ, մենք ձեզ էժան կվաճառենք։ Չի թանկացել նաև պանիրը, վաճառողն ասում է, հանրապետությունում մեծ քանակի պանիր կա, այնպես որ նախապես գնել հարկավոր չէ, չի թանկանա։ Վաճառասեղանին ապարանի պանիրն է, գինը սկսած 1500 դրամից։ Բարձր որակ, բնական կաթ, սովետական ռեցեպտներով վերամշակված։ Բնակիչները ամանորյա առևտուրն արդեն սկսել են, տոնական ցուցակում նախ ընդեղենն ու ձավարեղենն են։ Իզաբելլա Հովանիսյան, Նորայր Շարբաթյան, ժամը լրատվական։